Բոլորը գիտեն, որ առյուծը գազանների արքան է, բայց ինչու է համարվել գազանների արքա, եթե նա ամենամեծը չէ։ Ամենամեծը փիղն է։ Ամենախելացին էլ չէ, որովհետև ամենախելացի կենդանին շիմպանզեն է, իսկ ամենաարագը վագրակատուն։ Ստացվում է, որ առյուծը ամենաարագը չէ, ամենամեծն ու ամենախելացին էլ չէ։ Ինչու է նա համարվում գազանների արքա։ Գաղտնիքն իր մենթալիտետի կամ մոտեցման մեջ։ Երբ առյուծն ու փիղը հանդիպում են իրար, փիղը վտանգ է տեսնում, իսկ առյուծը սնունդ։ Երբ առյուծի վրա հարձակվում են բորենիներն ու այլ կենդանիներ, նա նախընտրում է պայքարել, ոչ թե փախնել։ Նա խնդիրներին նայում է որպես աճելու միջոց, հաղթելու եւս մեկ հնարավորություն, ոչ թե փախուստի պատճառ։ Նա հարձակվում է։ Հենց դրանով էլ նա համարվում է արքա, իսկ շատերն իրենց պահում են եղնիկի նման, խուսափում են խնդրից կամ դիմում փախուստի։ Փախուստը յոլա գնալու ռեժիմ է, իսկ հարձակումը նպատակին հասնելու միակ ճանապարհը։ Առյուծն էլ, եղնիկն էլ սնունդ գտնում են իրենց ձագերի համար։ Եղնիկը գտնում է, որ սովից չմահանան, իսկ առյուծին հաճելի է բուն գործընթաց։ Նա չի բավարարվում միայն նրանով, որ ձագերը կուշտ են։ Նա որսորդ է։ Շարունակում է քայլել անտառով մեկ եւ հաճույք ստանալ պայքար կոչվող երևույթից, ինչից շատերը փախչում են։ Մեզանից շատերը եղնիկի նման սիրում են վայելել արդյունքը, իսկ արդյունքին հասնելու բուն process-ից խուսափում են, դժգոհում, տանջվում ու վախենում։ Բավական է հպարտանաս քո 4 դիպլոմով, իբր ամենախելացին ես, ամենաշատ կարդացածն ու դարակում հավաստագրերի մի ամբողջ ալբոմ ունես։ Կարևոր չէ դու որ ամենատիտղոսի կրողն ես, եթե պայքարել չես սիրում, ուրեմն կշարունակես ապրել, որպեսզի յոլա գնաս։